Արդյոք Հայաստանի դեսպանատունը արդեն հայտարարություն է տարածել, երևի տեղյակ ես, եւ թեժ գիծն է հրապարակել, նրանք ովքեր ցանկանան վերադառնալ գալ Հայաստան, կօգնի դեսպանատունը նրանց։ Տեսեք, այո, եղել է հայտարարություն, դեսպանատունը մենք դեսպանատան հետ հարաբերությունները պաշտպանում ենք, կապը անընդհատ կա, ողջ օրվա ընթացքում սկզբում թեժ գիծը աշխատեց եւ թեժ գծից հետո այնուհետեւ տեղադրվեց դեսպանատան այն էլեկտրոնային հարցեն, որին ասենք մարդիկ կարող են իրենց փաստաթղթերն ուղարկեն արդեն գրանցման հետ կապված զուգահեռաբար, քանի որ մենք Պետախտիկվայում ունենք հայկական միություն, որը կոչվում է Պետախտիկվա Իսրայելահայերի միություն, որը Իսրայելում գործում է 2004 թվականից եւ պաշտոնապես 2005 թվականից, մեզանում սա արդեն այս ռազմական գործողությունները կարծես թե դարել են սովորական երևույթ եւ անմիջապես արդեն պատերազմի երկրորդ-երրորդ օրը ձևավորում ենք արագ արձագանքման այսպես օպերատիվ տեղեկացման շտաբ, որ անմիջապես կապ ենք հաստատում տարբեր քաղաքներում գտնվող մեր հայրենակիցների հետ, մեր երիտասարդների հետ ու փորձում ենք ճիշտ է մենք քաղաքից դուրս չենք կարող գալ ամբողջ մայրուղիները կիսափակեն, շատ դժվարություններ կան, ասենք հրթիռահարումների ժամանակ մի տեղից մի քիչ հրթիռահարվող վայրից տեղափոխվել շատ ավելի վտանգավոր վայրեր, ասենք հայերին օգնության հասնելու համար, բայց տեղում ունենք շատ հուսալի հայորդիներ, շատ իսկական հերոստաղաներ, որոնք Աստված մի արածը ցանկացած դեպքում մեկ զանգի միջոցով կարող են օգնության հասնել, մենք էլ ցուցակներ ենք նաև պատրաստում, ցանկանալով հասկանալ, թե տարհանում, եթե տեղի ունենա Հայաստանի Հանրապետության կողմից, ինչ քանակի մասին է խոսքը, շատ երեխաներ կան, շատ տարեցներ կան իրենց ծնողների հետ, մայրեր, երեխաներ, մանուկներ եւ հասկանում եք, մեր համայնքը իր այս վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ընդամենը 2 անգամ է դիմել Հայաստանի կառավարությանը։ Մեկ անգամ 2006 թվականին երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, որը այնպիսի ծանր հոգեբանական վիճակի մեջ է դրել մեր հայրենակիցներին, որ 2006 թվականից մինչև 2023 թվականը այդքան տարի անցել, այդքան ռազմական օպերացիաներ 50 օր, 20 օր, 15 օր տևած, որևէ մեկ անգամ մեր համայնքը չէր դիմել Հայաստանի կառավարությանը ներսում ունենալով այդ ծանր հիշողությունները, երբ որ Քոչարյանի կառավարությունը մեր համայնքի հյուսիսային քաղաքների Հեզբոլլահի ռմբահարումների արդյունքում, երբ որ ընդհանրապես քաղաքում մնալու հնարավորություն չկար եւ Հայֆա քաղաքի հարյուրավոր շենքեր էին վնասվել, դիմել են կառավարությանը, որպեսզի ինքնաթիռ տրամադրեն, ինքնաթիռը Արմավյան տրամադրել էր, գումարները վաճառել են երկկողմանի տոմսեր, ինչելուց բավական թանկ գներով այդ տարիներին, հայերին հասցրել էին Հայաստան, հետո հետ գալու թռիչքը հետաձգել էին։ Եվ մարդիկ ուղղակի ջարդում էին ավիո այսպես դրամարկղների դռները, որպեսզի գոնե մի մասը դրամական փոխհատուցում ստանա, որպեսզի թեկուզ իրենց գումարներով մի մասը հետ եկավ, մի մասն էլ այսպես $200, $260, այսպեսի սիմվոլիկ գումար ստացան հետ, որ ուրիշ չվերթներով կարողանան հետ վերադառնալ, եւ այս դեպքից հետո սա երկրորդ անգամ է, որ համայնքը իրոք արդեն օգնության կարիք ունի։ Հա, իրոք արդեն դիմել ենք հիմա կառավարությանը եւ եկել է հասունացել այն պահը, որ գոնե մեր երեխաներին, մանուկներին ու ծնողներին ու մեր հարցերին պետք է այստեղից դուրս անենք, սակայն կարելի է ես մեկ նախադասություն էլ ասեմ, մեր համայն տասնյակ տարիներ ընդհակառակը միշտ օգտակար է եղել Հայաստանի Հանրապետության, Արցախին եւ պատերազմներին եւ մինչեւ այսօր նույնիսկ այս վիճակում ծանր Հայֆայի հայկական համայնքը շարունակում է Արցախահայերին հումանիտար օգնություն հատկացնել արդեն Հայաստանում ցավոք սրտի եւ այս պարագայում մենք երբեւե որևէ ծանր բեռ Հայաստանի Հանրապետության համար չենք եղել։ Հասկանալի է, մեր կառավարությանը եւ հիմա աստեն այս պատերազմական իրավիճակից բոլորն էլ ունեն տներ Հայաստանում, բոլորն էլ կառավարության հասկանալով որ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծվել եւ մենք գնալով ընդառաջ չենք ուզում ոչ հյուրանոցներ, ոչ ինչ որ մնալու վայրեր, ոչ գումարներ, որ մեր տոմսերը գնեն, այլ ուղղակի մեր երեխաներին թող գոնե մի մեկ ինքնաթիռ ուղարկեն, կարողանան ուղարկել մեր երեխաներին ուղարկեն Հայաստան, որ մենք էլ իմանանք թե այստեղ ինչ ենք անելու։ Արդյոք հիմա Գազայի հատվածը ամբողջությամբ շրջափակման մեջ է։
Այո, ամբողջությամբ շրջափակման մեջ է, այն ժամանակ էլ մեր մեջ, եթե այսպես խոսենք շրջափակման մեջ էր, այնպես չէ որ Գազան այսպես ազատ ելումուտ ուներ, բայց Եգիպտոսը իր հսկիչ անցագրային կետը Ռաֆիախը փակել է եւ պատրաստ չէ ընդունելու այս պաղեստինյան Գազայի կոտուց, ասենք, փախչող ժողովրդին, ոչ մեկ պատրաստ չէ, պատկերացնում եք, ասենք, երկու արաբական պետությունները հարևան, ոչ Հորդանանը եւ ոչ Եգիպտոսը պատրաստ չէ պաղեստինցիներին ընդունել։ Հորդանանում բնակչության 80%-ը պաղեստինցի է բնիկ, պաղեստինցիներն եւ այնտեղ տեղ են նախորդ պատերազմներից այն վրանային այսպես փախստականների պահպանվում են այս շինությունները, փախստականների ճամբարները եւ իհարկե այս պետությունները հնարավորություն ֆիզիկական չունեն, որպեսզի մեծ քանակությամբ մարդ ընդունեն։ Եվ նաեւ մեկ թիվ ծեր թույլտվությամբ ես ուրեմն ներկայացնեմ Գազա, երբ որ խոսում ենք Գազա քաղաքի տարածքով 1.200.000 մարդու մասին ենք մենք խոսում։ Սա Արցախի նման չի 100,000, հասկանում եք։ Այնտեղ 1.200.000 մարդ է ապրում։ Եվ այս անտանելի իրավիճակը, որ ստեղծվել է այս ահաբեկիչների պատճառով, ասենք դուք պատկերացրեք, թե ինչպիսի հիմի թշնամանք կարող է առաջանալ հենց արաբների ներսում, որովհետև հենց արևմտյան ափը Մահմուդ Աբասի կառավարությունը ճիշտ է քննադատում են Իսրայելը։ Լավ, եթե ամբողջ Գազան շրջափակված է, այդ ուժերը ինչքան կարող են դիմադրել Իսրայելի հարձակմանը։ Չեն կարող դիմադրել։ Չեն Կարող կարող։ են ուղղակի քաղաքային, որ չեն կարող։ Քաղաքային պատերազմ եթե սկսվի, Իսրայելը ներողություն մեծ Դե կա չէ այդպիսի տրամադրություն, ցամաքային ներխուժման են պատրաստվում Իսրայելից։ Այո, ցամաքային ներխուժման են պատրաստվում եւ հիմա կաբինետը հենց այս հարցն է քննարկում, եթե Իսրայելը ցամաքային օպերացիա իրականացնի, այս ամբողջին նույնիսկ մի քանի տարի հետո կվերադառնան։ Այսինքն այն ինչ որ տեղի ունեցավ կարող է շատ ավելի վատ տեղի ունենա։ Դե հիմա էլ հայտարարվեց, որ շրջափակումը մի դեպքում կբացվի, եթե վերադարձվեն բոլոր պատանդները Իսրայելի։ Այո, բայց դուք լավ գիտեք, որ արաբները դրան չեն գնա։ Ես հիշում եմ Գիլադ Շալիթի պատմությունը, երբ որ մեկ զինվորին, մեկ պատան զինվորի փոխարեն 1000 հատ այլունոտ ձեռքերով ասպան ահաբեկիչ մարդ սպանած ու մորթազներին բաց թողեցին։ Եվ պատկերացրեք հիմա 95-ից ավելի պատանդ ունեն, երեխաներ, ծեր մարդիկ, հղի կանայք, մանկահասակներ, նահատիններ, այնքան մարդ են հավաքել, այսինքն ինչ խուժան որ ներթափանցել էր, ամեն մեկն իրեն համար այսպես ոնց որ այսպես մոդա էր դարձել, հա, ժողովրդի լեզվով ասած, ամեն մեկը իր սեփական ստրուկը կամ հրեա քերին ունենա, այսպիսի իրավիճակ։ Պատկերացնում ես Էրդողանն ասում է Պաղեստինը զրկված է ջրից ու էլեկտրաէներգիայից, որտեղ են մարդու իրավունքները, ասում է Էրդողանը։ 9 ամիս որտեղ են մարդու իրավունքները Արցախում։ Մեկը լինի հարցնի Էրդողանին։ Սա իրոք շատ այստեղ շատ ծիծաղով, այսպես քմծիծաղով ընդունեցին Էրդողանի այս ասածները, քանի որ երբ որ Էրդողանի կողմից ֆինանսավորվող այն իսլամիստները Սիրիայում, երբ որ մորթում էին քրդերին, մորթում էին, ասենք, եզդիներին, հա, քրիստոնյաներին, այդ ժամանակ որտեղ էր այս նույն Էրդողանը, երբ որ մորթում էին քրիստոնյա բնակչությանը Սիրիայի, չէ, Պալմիրայի տարածքում, եւ որտեղ էր այդ Էրդողանը, երբ որ 5000 իր ահաբեկիչներին ուղարկում էր Հայաստան, այսինքն մեր Հայաստանի սահման, Արցախի սահման մեր հայ երիտասարդներին մորթելու համար, իրենց 5000 սիրիացի վարձկաններին, որ ուղարկեցին մեր դեմ պայքարելու։ Նո սա Էրդողանի հասարակ սովորական այսպես ոչ զարմացնող հայտարարություններն են, այս կերպարը միշտ մութ ջրում, պղտոր ջրում ցուկ որսալու հին է, այսպես ասած աղվեսներից է, որ միշտ փորձում է ցանկացած այսպես հակամարտության մեջ Թուրքիային հեգեմոն դիրք հաստատել եւ հիշեք ուկրաինական այս պատերազմը, երբ այսպես մեկ անգամ հաջողվեց, հա, այս ցորենի գործարք իրականացնել, երկրորդ անգամ արդեն դուրը ցույց տվեցին նրան, հիմա էլ եկել է այս կողմ ուզում է կնքահայրը դառնա արաբ ժողովրդի, Երուսաղեմի արևելյան անջատման, հանուն փրկության եւ երկու պետությունների ստեղծման, գաղափարախոսության որպես ջատագով, սակայն տեսեք Ամերիկայի Միացյալ Նահանգները եկավ տարածաշրջան, այսօր Բլինկենն է
այստեղ 2 ժամ առաջ մոտավորապես ավարտեց նրա մամլո ասուլիսը Բենյամին Նեթանյահուի հետ եւ 3 օր առաջ որ հիշեք Բայդենի հստակ մեսեջը բոլոր այն աշխարհի պետություններին, որոնք հանկարծ թարս կնային Իսրայելի ուղղությամբ, հա։ Ես ուղղակի երազում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Իսրայելի մակարդակին հասնի եւ ունենա նման դաշնակից, որը մեկ ավիակիրով հիմա երկրորդն է ճանապարհին հասնելու է արդեն Իսրայելի ափեր, հա, գեր ժամանակակից մինչեւ ատամները զինված ծովային հրետանի մարտիկներով, այս հատուկ նշանակության ջոկատներով, F-35 ինքնաթիռներով, ուղղաթիռներով ամենաարդիական, իսկ մենք Հայաստանի Հանրապետությունս այսօր նույնիսկ մեկ նորմալ, ասենք, դաշնակից, որի հետ նորմալ Արդյոք այս պահին խաղաղ է, չէ՞ ձեր քաղաքում։ Այս պահին գրակոչներ չկան։ Հենց այս պահին հանգիստ է, անկեղծ ասած 2 ժամ առաջ պայթյուններ են լսվում պատուհանից, երբ որ նստած էի, բայց հիմա բարեբախտաբար այս պահին հանգիստ է։